Ձեր ուժը չի գերազանցում, չի հաղթահարում նույնիսկ 1%-ի շեմը։ Դա օբյեկտիվ իրականություն չի։ Ամեն մեկը ինչի ունակը նա անում է։ Ակնհայտ է, մենք ինչ քաղաքականություն ենք վարում։ Մոսկվայի դեմ։ Ես շատ լավ հասկանում եմ, թե Ադրբեջանը ինչ էր ուզում։ Ինչին արձագանքում է Գրաչովը, տեսա երևում կա։ Ասում է, ինչ դիտորդներ, ինչ բան։ Ռուսաստանն է ու վերջ։ Լավ, թող մի երկու հոգի թող գա։ Մեղքի զգացում արդյոք ունենում եք, երբ հիշում եք, որ 98-ին, 99-ին հնարավոր էր այլ կերպ լուծում տալ, ոչ թե հասցնել նրան, որ 2020-ին մեկ պատերազմի մեջ ներքաշվեինք։ Ձեր տրամաբանությունը հիմնվում է այն փաստի վրա, որ մենք պարտվել ենք։ Բացարձակ լուր եք եղել եւ որևէ հանրային հայտարարություն Դուք Հայաստանում եք եղել։ Այո։ Ընդհանրապես, հա։ Ինձ տպավորություն է, որ դուք 20 թվին եք վերադարձել։ Ես եղել եմ այդտեղի միասնական շտաբի պետը։ Եվ մեզ այո հաջողվել է 14 կուսակցություն միավորել։ 2004 թվին ես ձերբակալվել եմ, ին վրա հոտված են դրել 300 իշխանության յուրացում։ Բայց արդարացվել եք։ Ոչ թե արդարացվել, բայց չի ապացուցում։ Անեղեք ճանաչում։ Այո։ Եթե Ռուսաստանը չկանգնեցներ պատերազմը, ինչ տեղի կունենար։ Կունենային գերի ոչ թե հարյուրավոր, հազարավոր։ Դուրս գալը հապկից մեզ ինչա տալիս, ով է շահագրգռված, շահագրգռված է Ադրբեջանը, Թուրքիան։ Ձեզ հաջորդել է Արշակ Կարապետյանը։ Ինչ ժեստեր դա։ Չեմ կարծում, որ ես պիտի մտնեմ այդ դաշտը։ Դա օգուտ չի բերում ոչ մեկին։ Ադրբեջանի ռազմական ուժերը մտան նաև Հայաստանի սուվերեն տարածքի որոշ հատվածներ օկուպացրեցին։ Ռուսաստանը կարող էր ավելի կոշտ քաղաքականություն վարել, բայց ինքը գնաց այդ ճանապարհով, որ հիմա չմտնի կոնֆլիկտի մեջ, ոնց որ եղել է առաջին համաշխարհային պատերազմում։ Ձեր ասածը կարճ ստացվում է, որ Հայաստանի նախագահները եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը վարել են հակառուսական կամ Մոսկվայի դեմ քաղաքականություն։ Եթե չէի ասի հակա, կա որևէ սցենար, որ դուք կամ ձեր ուժի համագումարը կորոշի ձայները տալ Նիկոլ Փաշինյանին, թե որևէ դեպքում դա բացառված է։ ելի ինձ տանում եք բանի դաշտ։ Մենք համագումարը ինքն է որոշելու, ոչ թե մենք ենք որոշելու։ Չէ, բայց դուք տեսնում Դուք դա դեռ չեք որոշել։ Դուք ուղղորդում եք, ինչի՞ է երեքը։ Դուք պատասխան ունեք դրա։ Ես ձեզ հարցնում եմ, ով է ընդդիմության ֆավորիտը։ Կյանքը ցույց կտա, այս կավարտվի, մենք մի հատ էլ հարցազրույց կանենք։ Պարոն Հարությունյան, Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումների տվյալներով ձեր ուժը չի գերազանցում, չի հաղթահարում նույնիսկ 1%-ի շեմը, եւ այդ պայմաններում ես ուզում եմ հասկանալ ինչ հույսով կամ ինչ նկատառումներով եք մասնակցում ընտրություններին։ Դե դուք շատ ճիշտ շեշտեցիք միջազգային ու դրանով պատասխանը տվեցիք, որ դա օբյեկտիվ իրականություն չի։ Եվ այն ինչ որ մենք այսօր ունենք, դա վիրտուալ մի տարածք է ստեղծված, որտեղ որ ամեն մեկը փորձում է աջակցել որևէ մի ուժի։ Մյուս խնդիրը, մենք շատ լավ հասկանում ենք, որ երբեք այդպիսի ընտրություններ չեն եղել, որ 4 կողմից, ձևակերպեմ ես ձև հիբրիդային պատերազմ է գնում եւ պետությունները, որոնք շահագրգիռ են այս տարածաշրջանում, իրանք աջակցում են համապատասխան ուժերին։ Եվ այս հարցումները դրա արդյունքն է։ Այնպես որ մի բան էլ ավելացնեմ, որ 40% դեռ չեն կողմնորոշված, այնպես որ այսօրվա հարցումները իրականությանը չեն համապատասխանում, նաև այստեղ մի հանգամանք էլ կա, որ ով չի կողմնորոշվել, դա այն մարդիկ են, նրանք են, ով չեն տալու այս ուժերի, որոնք ասենք թե հիմա կան իշխանություն կամ այլ, դրանք չեն կողմնորոշվել ու կողմնորոշվել են դեպի այլ ընտրանք։ Մենք այլ ընտրանք ենք։ Տեսեք, Միջազգային իրավական ինստիտուտի հարցումների կասկածի տակ դնելու առումով
Ենթադրում եմ, որ դուք նկատում եք, որ դա արևմտյան կազմակերպություն է եւ հետեւաբար աջակցում է արևմտյան ուժերին եւ հաշվի առնելով ձեր անցած ճանապարհի կենսագրությունները, ինչպես նաեւ ձեր վերջին տարբեր հայտարարություններ, կարելի է ենթադրել, որ եթե տարանջատում եք դնում, դուք ռուսական կողմի կամ չգիտեմ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման կողմնակից եք։ Այդ պարագայում Ռուսաստանն արդյոք նման հարցումներ չի պատվիրում։ Բայց ես չասեցի արևմուտքը, դուք ասեցիք։ Ես հարցնում եմ, Դուք արևմուտքի դեմ բան ունեք։ Ես ասեցի ընդհանրապես, եւ Ռուսաստանն էլ անում։ Ես ասեցի 4 կողմից։ Ռուսաստանը հյուսիսային կողմն է, այդ կողմերից մեկն է։ Այնպես որ Ռուսաստանն էլ անում։ Դա բնական է աշխարհակական պայքարա գնում Հարավային Կովկասի համար, եւ այստեղ ամեն մեկը ինչի ունակ նա անում է, որպեսզի ինքը իր շահերը պաշտպանի։ Եվ այստեղ իմ կողմնորոշումը ընդհանրապես կապ չունի, որտեղ ես օբյեկտիվ եմ նայում, իսկ այն ինչ որ դուք ասում եք, իմ կենսագրությունը, այո, ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ, որ մենք 88 թվից ի վեր ակնհայտ է, մենք ինչ քաղաքականություն ենք վարում, Մոսկվայի դեմ։ Որոշ կրբիս Մոսկվայի կողմ, եթե հիշում եք պարտիա Լենին-Գորբաչով, հետո 91 թվականներին մենք սկսեցինք արևմտյան քաղաքականություն վարել։ Եվ ոչ թե միայն մենք, նաև նախկին սովետական միության հանրապետությունները, եւ այդ ժամանակ մենք աջակցություն էինք ստանում, նաև մամուլով, այլ ձևերով։ Եվ երբ որ սովետական միությունը փլուզվեց ու սկսվեց պատերազմը, մեզ ոչ մեկ մի փամփուշտ չտվեց։ Եվ մենք ստիպված եղանք, եւ ես դրա համար գնացել եմ ինձ ուղղորդել են Մոսկվա, գլխավոր հրամանատարություն, որպեսզի մենք կարողանանք այդ հարցերը լուծենք։ Այն ժամանակ Ռուսաստանը քանդված էր, ազդեցությունը նվազել էր, դա ակնհայտ պարզ էր, մի թիվ բերեմ, որ Ռուսաստանի բյուջեն մոտ $60 միլիարդ, 40-60 միլիարդ, դա Լոս Անջելեսի բյուջեն էր։ Մենք այդ պարագայում Ռուսաստանի հետ ստորագրեցինք հակաօդային պաշտպանության պայմանագիրը, ՀԱՊԿ-ը մայիսի 12-ին ստորագրեցինք եւ խորացրինք մեր երկկողմ հարաբերությունները, ստացանք զենք, քաղաքական, ռազմաքաղաքական աջակցություն եւ տարանք հաղթանակ։ Դրա համար ես օբյեկտիվորեն գնահատում եմ, որ մեզ հաջողվեց հաղթանակ տանել, մենք ենք կռվել, դա էլ ասեմ, որտեղ մեր հրամանատարական կազմը, որը պատերազմը պլանավորում էր, իրականացնում էր նաեւ բանակաշինության գործընթաց անում ենք մենք ի տարբերություն 20 թվականի պատերազմին, երբ որ դա անում էր Թուրքիան, Իսրայելը, ադրբեջանական բանակը նույնիսկ կռվում էր իրանց տեղ։ Եվ այստեղ Ռուսաստանը մեզ աջակցեց։ Հիմա ես կարող եմ դրա մասին ազատ խոսել։ Այո, մենք միլիարդներով զենք ենք ստացել, ինչի շնորհիվ հաղթանակ ենք տարել։ Դուք ասում եք, որ Մոսկվայի դեմ քաղաքականություն է տարվում կամ տարվել ժամանակին։ Ես ուզում եմ հարցնել 90-ականների այդ պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանը աջակցում էր Հայաստանին, դրանից հետո որ պահից սկսվեց արդեն երրորդ հանրապետության, անկախ հանրապետության իշխող ուժերի հակառուսական կամ Մոսկվայի դեմ քաղաքականությունը։ Որովհետև հասարակության խոսույթում ընդունված է Տեր-Պետրոսյանին համարել ռուսական ազդեցության նախագահ, ամենայն դեպս այդպես խոսում է։ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար խոսում է Վլադիմիր Պուտինի հետ իր անձնական մտերմության մասին, ենթադրաբար ակնարկելով իր պրոռուսական լինելը։ Դες ասեմ հետևյալը, որ գիտեք ինչ, մեր հարաբերություններում հայ-ռուսական տարբեր ժամանակահատվածում, տարբեր նախագահների ղեկավարման ժամանակ քաղաքականությունը միանշանակ պրոռուսական չի եղել։ Ես ասում եմ, առաջի մեր 91 թվից ի վեր մենք վարել ենք քաղաքականություն, որը պրոռուսական չէր, ավելի ճիշտ Մոսկվայի դեմ էր նաև, եթե հիշում եք, որ մենք համարում ենք եւ մենք անցկացրինք հանրաքվե անկախության, երբ որ սովետական միությունում որոշում էր ընդունված անցկացնել հանրաքվե սովետական միությունը պահպանել թե ոչ։ Եվ ուզում եմ ասել, որ մենք նիստ անցկացրինք այն ժամանակ Գերագույն խորհուրդ եւ որոշում ընդունեցինք ոչ թե չմասնակցել, այլ անկախություն հռչակել։ Եվ մենք այդ հանրաքվեն անցկացրինք եւ հռչակեցինք անկախություն։ Իմիջիայլոց ասեմ, մինչեւ այդ
Մուտալիբովը, Ադրբեջանի նախագահն, բազմից անգամ փորձել է Գորբաչովին ներկայացնել օղակ ավելի ճանաչված կալիցա օպերացիայի ծրագիրը, որպեսզի Ղարաբաղը ազատագրեն իրանց բանով աջակցությամբ եւ աջակցության որ մեզ Հայաստանին թույլ չտան որ մենք աջակցենք, այդ մշակված էր այդ ծրագրը, Գորբաչովը չէր ստորագրում։ Երբ որ մենք անցկացրինք այդ հանրակրվեն, Սովետական միությունը անցկացրեց Սովետը պահպանելու կամ ոչ հանրակրվեն, Ադրբեջանը քվեարկեց կողմ Սովետական միության 94%-ով։ Եվ այդ ժամանակ, եւ Մուտալիբովը դրա մասին հրապարակային ասել է, մտել եմ Գորբաչովի մոտ եւ ասել եմ դուք ում նախագահն եք Հայաստանի, որը անկախ է, թե սովետական Ադրբեջանի։ Եվ ինքը ստորագրեց այդ կալիցա օպերացիայի ծրագիրը։ Եվ մենք ստացանք այստեղ այդ ծրագիրը եւ դրա վտանգները շատ մեծ էր։ Ուղղակի մեզ հաջողվեց այն առումով, որ նպատակը ինչ էր այդ կալիցայի։ Դա Ղարաբաղում 36 գյուղ դադարել են, ուղղաթիռները գալիս էին, ադրբեջանական օմոնը մտնում էր գյուղ, մարդկանց նստացնում են ուղղաթիռ, բերում էին ու ստի իջացնում են Հայաստանում։ Մյուս խնդիրը դա Ղարաբաղում էր մաքրել այդ ամեն ինչը։ Մյուս խնդիրը դա Հայաստանում վերականգնել կարգը սովետական եւ նպատակն էր որ այն սահմաններից Ադրբեջանի կողմից մտնում են Հայաստան, ձերբակալում են ջոկատներին, մեր կամավորական ջոկատներին, այո, եւ փաստել որ մենք ունենք ապօրինի զինված խմբեր եւ բարձր դրա հետևանքը ինչ է լինելու ձերբակալություններ եւ մենք ընդհանրապես Ղարաբաղը կկորցնենք այդ փուլում մայիս ամսին 91 թվին եւ ինչը կանխեց դա նա որ մենք կարողացանք այս ժամանակ ես էի ղեկավարում այդ ամբողջ ուժերով խորտակցելով ես հրամանեմ տվել զորքերը հետ եմ քաշել զորքերը ինչ զորքեր երկրապահ նույն ժամանակ երկրապահ դեռ չկար կամավորականների հadoop գունդ եւ այլ բաներին որ իրանք հետ քաշվեն եւ երբ որ բանակը մտնում է եւ տեսնում է միայն սահմանը պաշտպանում են իսկ ես հրանգը տվեցի եւ որ MVD-ի կազմից գնան սահմանը պահեն եւ իրանք մտնում են վերցնում են 44 հոգու գերի 14 հոգու սպանում են նոյեմբերյանի հատվածում տեղ եւ դրանից հետո քանի որ իրանց մոտ չի լինում ապօրինի զինված ուժեր եւ այն ժամանակ ղեկավարում էր այդ օպերացիան Գրոմովը գեներալ գնդապետ ինքը ներքին զորքերի հրամանատարն էր այն հայտնի Գրոմովը Աֆղանիստանի եւ երբ որ ես իր հետ խոսեցի ասեցի ես ինչ եք անում ինքը ասեց թե ոնց ապօրինի զինված խմբեր են բան ես ասեցի ոչ այտենց չի եւ մեր մյուս տեղակալին Սուրեն Սահակյանին այդ անձնական գործերով ուղարկեցինք Մոսկվա որտեղ երևում էր որ իրանք բոլորը 10-15 տարի ներքին գործերի սպաներ էին կամ սերժանտներ եւ այդտեղ ամեն ինչ ջարդվեց то есть այս ծրագիրը օղակ կալցոյի փլուզվեց շատ լավ բայց ձեր ասած տեքստի սկզբնամասի հատվածը որ վերցնեմ կարող եմ արդյոք եզրակացություն անել որ ձեր ասածը կարճ ստացվում է որ Հայաստանի նախագահները եւ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը վարել են հակառուսական կամ Մոսկվայի դեմ քաղաքականություն եթե չէի ասի հակա բայց Մոսկվայի դեմ հա Մոսկվայի դեմ սկզբնական փուլում դե ու մեր շարժումը ինչ էր սկզբից Չէ, ես նկատի ունեմ շարժումից եւ շարժումից հետո եղել է այլ տարբերակներ, որոնք այո միանշանակ չի եղել, բարձ է, որ ասենք թե քայլեր են եղել, որոնք հակասել են շահերին, բայց դա միջպետական հարաբերությունում նորմալ իրավիճակ է, երբ որ կա հարցեր, որի շուրջ, ասենք թե միասնական մոտեցում չկա։ Տարաձայնություններ կան, այո։ Բայց դա չի նշանակում, որ Մոսկվայի դեմ գլոբալ իհարկե, Մոսկվայի դեմ չի եղել, որ Մոսկվայի դեմ կեղել է հարցեր, մենք նո ձեզ մի հատ օրինակ բերեմ նաև շատ կարևոր որի մասին չգիտեն երևի ասենք թե ժամանակ ա եղել այսի կարող եմ հիմա բացել դա 98 թիվներ Ռուսաստանում դեֆոլտներ եւ տնտեսական վիճակը Ռուսաստանի շատ վատ էր այդ ժամանակ
Մարշալ Սերգեևը պաշտպանության նախարարը եւ արտգործ նախարարը Պրիմակովը հրավիրեցին Վազգենին ու ինձ ու մենք քննարկում ենք իրանք մեզ առաջարկում են որ քանի որ իրավիճակը փոխվում է նայեք ինչ եմ ասում հիմա շատ կարեւոր է որ այս պատերազմի գնահատականը տալիս նաև այս մասը մարդիկ հասկանան, որ ամեն ինչ չի որ կարողանում է գերտերությունը, ոնց որ հիմա ամերիկան չի կարողանում ազատել Օրմոզյան նեղույցը, ժամանակ մեզ ասեցին, վիճակը փոխվում է եւ մենք կարող է դժվարանում ենք պահել բալանսը տարածաշրջանում։ Դրա համար մեզ պետք է որ խաղապանները լինեն տարածաշրջանում։ Իսկ դրա համար պիտի տեղաշարժ լինի։ Շրջան երկու դա քննարկան թեմա է, որ մենք վերադարձնենք, խաղապանները մտնեն, ինչը թույլ կտա մեզ ապահովել բալանսը։ Եվ երկար բանակցություններից երկու բանակցում էինք, մենք համոզեցինք, որ դա չաշխատող տարբերակ է այս պահին, ինչին իրանք երկուսն էլ համաձայնվեցին, ասին հա, եւ մենք չգնացինք այդ տարբերակի, բայց դա այն ժամանակվա պահներ, որտեվ կասկածի տակ ենք դնում, եթե մենք համաձայնվենք, իրանք իրոք կհամաձայնվեն, որ խաղապանները ուժերը մտնեն։ Հա, տեղակայվեն այդ շփման գոտում։ Եվ այստեղ ես քանի որ 94-ի պայմանագրի նախագիծը ես եմ պատրաստել զինադադարի, ես շատ լավ հասկանում եմ, թե Ադրբեջանը ինչ էր ուզում եւ ինչ ստացվեց արդյունքում 94-ին մայիսի 16-ին, երբ որ մենք ստորագրեցինք, իրանք դեմ էին, որպեսզի ռուս խաղապահուժերը տեղակայվեն այնտեղ։ Եվ նույնիսկ փաստաթղթում իրանք գրեցին, որ ԵԱԿ-ի դիտորդները նույնիսկ տեսայերիս կա պայմանագրի կնքման մասով, երբ որ Գրաչովը վարում է այդ նիստը, եւ այդտեղ Մամեդովը պաշտպանության նախարար Ադրբեջանի ասում է թող լինեն բաները, դիտորդները, ինչին արձագանքում է Գրաչովը տեսայերիզում կա, ասում է ինչ դիտորդներ, ինչ բան, Ռուսաստանն է ու վերջ, լավ թող մի երկու հոգի թող գան։ Ասում են, то есть այս ձև է եղել եւ չի համաձայնվել, մենք համոզել ենք, որ դա չաշխատող տարբերակ է այդ պահին։ Պարոն Հարությունյան, տեսեք 98-ին պաշտպանության նախարար, նաև դուք նշեցիք Վազգեն Սարգսյանի հետ միասին Գրաչովի հետ եւ պարբերական այլ հանդիպումներ եք ունեցել ռուս գործընկերների հետ։ Պատմականորեն ընդունված է համարել, ենթադրում եմ, որ սխալ չի լինի բառապաշարը, ընդունված է ենթադրել, որ 97-98 թվականներին, ինչպես Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստում ասում է, մի խումբ մարդիկ, պաշտոնյաներ, այդ թվում նկատի ունենալով նաև Վազգեն Սարգսյանին, հեռացրեցին Տեր-Պետրոսյանի իշխանությունից, այդպիսով գրեթե ոչնչացնելով այդ տարիներին հնարավորությունը տարածքների վերադարձի գնով որևէ այլ փաստաթուղթ կնքելու Ադրբեջանի հետ խաղաղության տեսքով կամ ժամանակավոր որևէ զինադադարի, հետո նաև մնացյալ մասում, որտեղ կապրեր Արցախահայությունը, մնացյալ մասի կարգավիճակը քննարկելու համար, եւ հիմա այսքան տարիներ անց մենք կորցրել ենք Արցախն ամբողջությամբ եւ 120,000 արցախահայությունը գաղթել է այդ տարածքից։ Հիմա մեղքի զգացում արդյոք ունենում եք, երբ հիշում եք, որ 98-ին, 99-ին հնարավոր էր այլ կերպ լուծում տալ, ոչ թե հասցնել նրան, որ 2020-ին մենք պատերազմի մեջ ներքաշվեինք։ Ձեր տրամաբանությունը հիմնվում է այն փաստի վրա, որ մենք պարտվել ենք։ Իսկ եթե նայենք այլ ձևով, որ մենք կարող ենք չպարտվել, սա չաշխատող։ Դե այդ առումով մեղքի զգացում չունեմ, ընդհանրապես, հակառակը ես մեղքի զգացում ունեմ, որ մեզ չհաջողվեց նորմալ զինել բանակը, նորմալ ստեղծել հասարակություն, հզոր տնտեսություն, ինչը կապահովել մեր հաղթանակի պահպանումը։ Եվ այն ինչ որ հիմա խոսում են, որ եթե այն ժամանակ գնայինք սենց կլներ, այդպես էլ կարելի է գիտեք ինչի հասնել, ասեն որ իզուր ենք սկսել Ղարաբաղյան շարժումը։ Իսկ եթե մտածենք, թե ինչ կլիներ, եթե Ղարաբաղյան շարժումը չսկսվեր, ապա մենք այն ժամանակ չենք ունենա Ղարաբաղը, կունենայինք 150,000 այստեղ Ղարաբաղցիները կվերադառնային այստեղ, եւ մենք այն ժամանակ արդեն լուծված կլներ Մեղրիի տարբերակի հարցը։ Մենք կապրեինք այսօր այդ իրավիճակում։ Այնպես որ ճիշտ տրամաբանությունը, առողջ տրամաբանությունը ազգի, որ մենք ճիշտ ենք գնացել այն ժամանակ, ճիշտ ենք գնացել գլոբալ առումով, որ պահպանել ենք Ղարաբաղը,
բայց մենք սխալ ենք թույլ տվել այլ հարթության վրա, որ մենք պետությունը պատերազմի չենք պատրաստել, հասարակությունը պատերազմի չենք պատրաստել։ Հիմա պարտվել ենք ու վերադառնում ենք հետ ու ասում ենք էսենց պետք է անենք։ Եթե այդպես այդ տրամաբանության մեջ ընդհանրապես չպետք է սկսենք շարժումը, ինչի հետ ես համաձայն չեմ։ Այսինքն ոչ մի թիս հող սկզբունքը կոպիտ ձևակերպումով արդարացված կլիներ, եթե մենք ճիշտ զինեինք մեր բանակը եւ կարողանայինք մարդունակ լինել։ Չէ, ոչ մի թիս հող այդպիսի կարգախոս չի կարող լինի քաղաքականության մեջ։ Տեր-Պետրոսյանի Հակոտնյա քաղաքական թիմերը նման կարգախոս Չէ, դա այդպես չի։ Այնտեղ ոչ թե խոսքը գնում էր դե թող մինչև վերջ բացվի, թե այդ պարագայում եթե մենք գնում ենք այդ տարբերակով, ուժերը որտեղից են մտնում, ինչ ուժեր էին մտնում, խաղապահ։ Ես գիտեմ, բայց չեմ ինչեցնում հիմա, հետո կհնչեցնեմ։ Պատմությունն արդեն իրեն արել է եւ ես կարծում եմ որ մենք կարող ենք ասել։ Դեռ լիքը բան է։ Ես ասել եմ, չէ իմ կարգախոսը այս բաներում, հանդրություններին ոչ մեկի վրա ոչկա չգլորել։ Ոչկա ցեղ չլցնել, ինչու ոչ թե ես ափսոսում եմ կամ դուք անցյալը գիտեք, ես միշտ բաց բոլոր հարցերի շուրջ մամուլով խոսել եմ, ասել եմ։ Այս պարագայում ես համարում եմ, որ քանի որ ամենամեծ սպառնալիքը մեր ազգի դա այսօրվա պարակտվածությունը եւ այդ իմ ասածները չի աջակցելու, որ մենք համախմբվենք եւ դիմակայենք այսօրվա սպառնալիքների։ Դրա համար ես դեռ չեմ ասում, բայց ասում եմ դες հետեւյալ։ Բասեին Ղարաբաղի ինչ կարգավիճակ կունենար այդ պարագայում, ինչ խաղապահ ուժեր կմտնեին եւ եթե մտնեին այլ ուժեր, մեր հարաբերությունները այլ պետությունների հետ ինչ դեպք կզարգանար, սա մինչև էջ բարձված չի։ Նենց որ պետք չի փորձել հիմնավորել, որ այն ժամանակ լավն է, ոչ մի հիմնավորում կա պետք է պատրաստվել պատերազմի եւ պետությունը եւ հասարակությունը, ինչը մենք չենք արել։ Դա է, ու պետք է մենք այսօր մտածենք այդ ուղղությամբ, ոչ թե որ մենք այն ժամանակ ասենք սանենք լավ կլներ, չէ լինի լավ։ Պարոն Հարությունյան, տեսեք, որ ասում եք պետք է պատրաստվեինք, ես իհարկե կիսում եմ ձեր այդ կոչը եւ հիմա ձեր ընտրությունների մասնակցելու process-ի ընթացքում կարմիր թելի նման ձեր բոլոր հայտարարությունների մեջ այո համախմբումն է, պատրաստվելն է, նաեւ տնտեսական իմաստով հզորանալու կոչերն է եւ այլն։ Եվ կարծում եմ դուք շատ ռացիոնալ կերպով հասկանում եք, որ հասարակության մեծ մասը ձեզ որպես գործիչ կամ ձեր քաղաքական պատկերացումներին ծանոթ չի նաեւ այն պատճառով, որ 99 թվականին, երբ դուք լքեցիք պաշտպանության նախարարի պաշտոնը, տարբեր հանգամանքներից դրա մասին կխոսենք, դրանից հետո մինչև 2018 կամ 19 թվականը ես լավ չեմ հիշում, երբ վերականգնվեց ձեր գեներալ գնդապետի կոչումը, մինչև այդ ժամանակ գեներալ լեյտենանտի կոչումը, մինչև այդ ժամանակ դուք բացարձակ լուր եք եղել եւ որևէ հանրային հայտարարություն համախմբման ես կարող եք ինձ ուղղել, ես հարցնում եմ, արդյոք այդ ընթացքում երբ դուք պաշտոն չեք զբաղեցրել հասարակության հետ խոսելու, այս մասին հասարակությանը պատրաստելու փորձեր եղել են։ Դուք Հայաստանում եք եղել։ Այո։ Ընդհանրապես, հա։ Ինձ տպավորություն է, որ դուք 20 թվին եք վերադարձել։ Ուրեմն 20 թվից հետո, երբ որ ես դուրս եմ եկել։ Չէ, մինչև 20 թիվն եմ հարցնում։ Չէ, ես նկատում 2000 թվից, երբ որ ես դուրս եմ եկել, մենք հիմնել ենք կուսակցություն, ամենաարմատական ընդդիմություն 2001 թվին ու սկսել ենք պայքարը եւ ձևավորել ենք, հետո ես եղել եմ շտաբի պետ միացյալ, երբ որ մենք ստեղծեցինք երեակը սկզբնական փուլում, մենք Հանրապետություն կուսակցություն, Դեմիրճյանի կուսակցությունը եւ Արտաշես Գեղամյանը։ Այս ժողովրդական, չէ՞, կարծեմ կուսակցությունը։ Հա, եւ այս երեք կուսակցությունը միավորել ենք, դուրս ենք եկել պայքարի, հասել ենք նպատակների որոշ ընտրություններում Դեմիրճյանի շուրջ ձևավորել ենք միասնական ընդդիմություն, ինչ որ հիմա չկա։ Ես եղել եմ այդտեղի միասնական շտաբի պետը եւ մեզ այո հաջողվել է 14 կուսակցություն միավորել։ Այս ինչ որ ես հիմա խոսում եմ, ես խոսում եմ նաեւ այն փորձից ելնելով ու հասկանալով, որ միայն ճանապարհը դեպի հզոր պետություն, դա միասնականություն, ես չեմ դա ասել, բայց դա ճշգրիտ խոսքեր է ով ասել է եւ դա ոնց ասած հիմքն է ամեն ինչի, հզորության պետության, միասնականությունը։ Եվ մենք մեզ հաջողվել է այդ ամեն ինչ անել։ 2004 թվականին ես ձերբակալվել եմ որպես շտաբի պետ, եւ եթե քրեական գործը նայեք, այնտեղ գրված է, որ
այդ ամեն ինչը իմ վրա են գցել, ես եմ կազմակերպել ու փորձել եմ իշխանափոխություն անել եւ ին վրա հոտված են դրել 300 իշխանության յուրացում։ Եվ ինչպես ավարտվեց այդ պատմությունը, ես ներողություն։ Ավարտվեց, ես առանց զղջալու, առանց ցուցմունք տալու դուրս եմ եկել։ Որքան ժամանակ անց։ Դե 3 ամիս հետո։ Հա, բայց այդ 3 հոտված էր իմ վրա։ Բայց արդարացվել եք։ Ոչ թե արդարացվել, բայց չի ապացուցել։ Անհրաժեշտ ճանաչում։ Այո, որտեղ այնտեղն էս հոտվածներ էին դնում, որ ասենք թե որը չէին կարող ապացուցել։ Այնպես որ այդ բանը դրանից հետո ես ակտիվ գործել եմ բոլոր հարցերի շուրջ իմ տեսակետը հռչակել եմ, ասել եմ կուսակցության նախագահ եմ դառել, այնպես որ ես ակտիվ գործել եմ։ Միայն երբ որ արդեն նշանակվել եմ գլխավոր խորհրդական, հետո պաշտպանության նախարար, հետո դեսպան, ես այդ ժամանակ այո, բնական ես զբաղվել եմ պետական ծառայությունով։ Գալով պետական ծառայությանը։ Վերջին շրջանի ձեր հարցազրույցներին հետևելով ես լսեցի, որ դուք ասում եք, որ դուք մշտապես ծառայել եք ժողովրդին եւ պետք չէ քաղաքական կամ իշխանությունների հարաբերությունների որևէ նոտա մտցնել, որովհետեւ ձեր աշխատանքը եղել է ծառայություն։ Բայց ինչ որ պահի զինվորական ծառայությունը վերածվել է դիվանագիտական ծառայության։ Եվ 2022-ին, երբ նշանակվում էիք Ռուսաստանում Հայաստանի դեսպան, Արցախի պատերազմը արդեն ավարտվել էր, մենք արդեն պարտվել էինք եւ այլն։ Եվ փաստորեն դուք ստանձնելով այդ պաշտոնը կիսում էիք, եւ սա հարց է, կարող եք ինձ ուղղել, ես սխալվում եմ։ Ի պաշտոնը կիսում էիք Նիկոլ Փաշինյանի անժամանակվա արտաքին դիվանագիտական պատկերացումները, երբ ստանձնում էիք դեսպանի պաշտոն։ Եվ ինչպես տեղի ունեցավ այդ փոփոխությունը Նիկոլ Փաշինյանի արտաքին դիվանագիտության մեջ, որ դուք հասկացաք, որ 2022-ին դիվանագետի կամ դեսպանի պաշտոն ստանձնած Վաղարշակ Հարությունյանը ինչ որ պահի խզվում է նրա պատկերացումները Փաշինյանի քաղաքականության հետ։ Դե հիմա տեսեք, ասում եք կիսում է քաղաքական գիծը, նո որպեսզի հասկանաք, իսկ ինչ գիծեր ինքը տանում են ժամանակ։ Դեիցա բխում, չէ՞։ Առաջի հարցը պատերազմը ով է կանգնեցրել եւ ինչ փաստաթղթի հիման վրա։ Դա շատ լավ գիտեք, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Ով է կանգնեցրել պատերազմը։ Ռուսաստանը։ Դա փաստ է, դա համար երբ որ մարդիկ հիմա խոսում են, «Էնի չի աշխատել, հապկը չի աշխատել» կամ չգիտեմ ինչ, մենք պետք է հասկանանք, հապկը դա Ռուսաստանն է, ոնց որ ՆԱՏՕ-ն դա Ամերիկան է, բարձր թե իրան նյուանսները կան, տարբեր պետություններ, որոնք մասնակցում են հապկին, իրանք ունեն իրանք շահերը, կապերը մեր պարագայում Ադրբեջանի հետ, Թուրքիան նաև այդ աշխատանքը ունի։ Այնպես որ այստեղ ինքը տանում էր այն ժամանակ գիծ Ռուսաստանի հետ, պատերազմը կանգնվեց, ավելին ասեմ ձեզ, մեր բանակի, դե որտեվ բանակը ջախջախված էր, բարձր, չէ՞, այս պատերազմում, ես կարող էի թվեր բերել, բայց նորից ելնելով այդ շահերից պետական չեմ ուզում ներկայացնեմ, նո մի ձևակերպ, բանակը մարտունակ չի եղել, պատերազմից հետո դա ակնհայտ է, եւ անձնակազմի քանակի տեսանկյունից 500 կիլոմետր ավելացել է սահմանը, պատկերացնում եք, չէ՞, 500, զորքը նվազել է քանակը, սպայական կազմը մեծ կորուստ են ունեցել սպաների, մանավանդ մարտավարական օղակում, կրծել սպաները, ավակ սպաները, մինչև գումարտակի օղակը մենք մեծ կորուստներ ենք ունեցել։ Նու հիմա կարող եմ ասել ավելին, մենք մինչ այդ պատերազմը արդեն շատ թափուր տեղեր ենք ունեցենք հրամկազմի։ Մենք փորձել ենք դա լրացնենք սերժանտներով, այլ բաներով։ Ու այդ պարագայում տեխնիկան մեծ մասամբ ոչնչացված է կամ Ղարաբաղում է, հասկանում եք։ Ու այդ պարագայում գիծը մեկն էր, ասենք, թե ոնց ենք վերականգնում։ Եվ ես նախաձեռնել եմ եւ ինձ նշանակել են բանակի բարեփոխման պետական հանձնաժողովի նախագահ։ Եվ ես ծրագիր եմ մշակել Ռուսաստանի հետ, որտեղ մենք ունեցել ենք մի ծրագիր բանակի վերականգնման եւ եթե ասեմ ինչ գումար էր պետք այն ժամանակ, որպեսզի մենք վերականգնենք բանակը, հասցնենք 20 թվի մակարդակին նույնիսկ։ Դա մեծ գումարներ է։ Եվ այդ ծրագիրը մշակված էր,
ոնց ենք մենք մի մասը իրականացված է արտիեգյանացումը բանակի, երբ որ մենք կորպուսները միավորեցինք, չխորանանք այդ մասնագիտական հարցերի, ՊՆ-ի փոփոխություն պետք է անենք, դարձնենք նորմալ պաշտպանության նախարարությունը, որը կգործի։ Մեր թույլություններից կամ սխալներից մեկը եղել է, որ մենք ոնց որ Եվրոպայում ապրենք, սպառնալիք չկա, մենք անցել ենք քաղաքացիական նախարարություն, գենշտաբ, ստեղծվել ենք, ասենք թե կադրային վարչություն ՊՆ-ում, այնտեղ, ոչ իմ դուբլյաժ է գնացել շատ վարչությունների, որը թույլատրել, հակասություն է մտցրել, օրենսդրությունը, որը չի համապատասխանում մեր սպառնալիքներին, մինչև հիմա։ Եվ այս պարագայում մենք ստեղծեցինք եւ ես որ ավարտեցինք այդ աշխատանքը շատ արագ, մի բան էլ ավելացնեմ, որ մենք այդ գիտական ներուժը չունեինք, որպեսզի մենք կարողանայինք ժամանակակից կառուցվածք ձևավորենք եւ ծրագիր բանակի արտիեգյանացման, հասկանում եք։ Եվ դա շնորհիվ հայ-ռուսական մեր հարաբերությունների Շոյգի հետ ես պայմանավորվել է, գալիս էին իրանց մոտից սպաներ գենշտաբի, մեր մոտից են գնում, մենք ձևավորեցինք այդ ծրագիրը։ Ինչին Փաշինյանը ինձ ասեց ինչ լավ ծրագիր է։ Ու այնտեղ մենք նախատեսել ենք Ռուսաստանը տալիս է իր ունեցվածքից բանակի, ինչ որ տեխնիկա ունի, ինքը դրանից տալիս էր մեզ անվճար։ Մի մասը մենք պատվիրում ենք Ռուսաստանի արդյունաբերության։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Մենք սա սկսեցինք դա իրականացնել, դրանից հետո փոփոխություն եղավ, ինչ որ եղավ։ Ու այն մենք ստացանք այն ինչ որ եղավ, դե այդ գիծը հրաժարվեցինք հապկի դիդորտներից, Պրահայում ճանաչեցինք տարածքային ամբողջականությունը եւ այս սա բարձր մինչ այդ գիծը գնում էր Ռուսաստանի հետ միասին եւ վերականգնել բանակի եւ իրականացնել խաղապահ առաքելությունը բանում Ադրբեջան, Ղարաբաղում։ Դուք ասում եք, որ պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը։ Եթե մենք չհամարենք, որ պատերազմը կանգնել է այն պատճառով, որ մենք պարտվել ենք եւ Ադրբեջանը հասել էր Արցախում իր ռազմական նպատակին, ապա եթե Ռուսաստանը չկանգնեցներ պատերազմը, ինչ տեղի կունենար։ Դե բարձր ինչ տեղի կունենար։ Մենք կունենայինք գերի ոչ թե հարյուրավոր, հազարավոր։ Զոհեր կունենայինք ոչ թե 4000, կունենայինք տասնյակ հազար։ Իսկ տարածքային իմաստով Տարածքային ընդհանրապես մենք ուրիշ վիճակ կլներ։ Մենք պատերազմից հետո դուք հիշում եք ինչ տարածք էր մնում, ոնց էր անում, այդ առաքելությունը որ մտանք Լաչինը տրվեց Ռուսաստանին։ Մենք բոլոր տարածքները վերադարձրինք, Լաչինը տրվեց Ռուսաստանին, իսկ Ղարաբաղում զորքերը մնացին այն շփման գծով, ինչ որ կա։ Եթե Ռուսաստանը չկանգնեցրեր, իսկ դա ճնշման տակ է եղել։ Իսկ Ռուսաստանը կանգնեցրեց, Լաչինը տրվեց Ռուսաստանին եւ Արցախայությունը հավատալով Ռուսաստանի խաղապահ ուժերի տեղակայման երաշխիքներին շարունակում էր ապրել Արցախյան հատվածում, որ մնացել էր։ Ինչ տեղի ունեցավ, ինչպես ստացվեց, որ ռուսական խաղապահ ուժերը չկարողացան պահպանել Արցախայության այնտեղ մնալու իրենց հանձնառությունը։ Բայց որ ասում եք չկարողացավ, ի՞նչ է նշանակում դա։ Արցախայությունը գաղթեց Արցախից։ Չէ, Ադրբեջանը մտավ այդտեղ, երբ մտավ Ադրբեջանը, մի քիչ բան է, փաստերը չեք ներկայացնում։ Իրանք մտան այն ժամանակ, երբ որ մենք ճանաչեցինք տարածքային ամբողջականություն։ Երբ մտավ ու ասել որ ռուսական բանը խաղապանները չպահեցին, ճշգրիտ չի։ Մենք այսինքն ոչ ճշգրիտ բաներով մենք շեղում ենք մեր հասարակությանը եւ շփոթում ենք ով է մեզ բարեկամ, ով թշնամի։ Խնդրում եմ առաջիկա հարցերի համար, որպեսզի ինձ ճիշտ հասկանաք, իմ նպատակը ոչ թե շեղելն է, այլ քննարկվող հարցերի վրա ավելի կենտրոնացնել, որպեսզի Չէ, ես հասկանում, դուք ես ձեր հարցադրումները շատ ճշգրիտ ու բան են, ես ուղղակի ուզում եմ ասել, որտեվ ես այս ժամանակահատվածում հարցադրություններ եմ որ տալիս եմ, միակ հարցը որն ասում են որ հապկը վատնա պիտի դուրս գանք։ Քննարկումները նայեք ինչա, բայց մեկը չի ասում, եկեք հասկանանք։ Դուք ճիշտ հարց եք տալիս։ Եկեք հասկանանք։ Դուրս գալը հապկից մեզ ինչա տալիս, ով է շահագրգռված։ Ես ձեզ ասեմ ով է շահագրգռված։ Շահագրգված է Ադրբեջանը, Թուրքիան։
եւ արևմուտքը, որ մենք դուրս գանք հապկից։ Ինչի՞։ Որտեւ երբ որ դու դուրս ես գալիս հապկից, Եվրազիական միությունից, դու ամբողջովին կախում ես ունենում ումից Թուրքիայից, իսկ ուր գնաց այդ դիվերսիֆիկացիան։ Հասկանում եք, որ ասում են մենք անվտանգությունը բանենք, չէ՞։ Բա ո՞նց ալնում, եթե դու դուրս ես գալիս այդտեղից։ Հիմա մի հատ էլ հարց, դուրս են գալիս հապկից։ Իսկ ով են այդ պետությունները, մեկը իրանց հարց տալիս է։ Ղազախստան, Կիրգիզստան, Տաջիկստան, չէ՞։ Եվ իրանք էլ ԵԱՏՄ-ի բանն են, չէ՞, անդամ են։ Եթե դու պրոբլեմ ես, չես վստահում այդ պետություններին, դուրս ես գալիս այդտեղից, ավտոմատ կերպով դա տարածվում է նաև այս միավորման տնտեսական։ Իսկ ընդհանրապես չկա միավորման տնտեսական միավորում, որը ապահովված չի անվտանգությունով։ Եվրոմիություն, ՆԱՏՕ, ստեղ հապկ, հասկանում եք, խոսակցությունները, որը չի հաշվառվում, ասենք թե 5 տարի հետո ինչ կլինի, ինչ վնասներ են կրում, իսկ եթե մենք այնտեղից դուրս ենք գալիս, մենք ինչ ենք ստանում։ Հիմա ձևավորում այստեղ թուրքալեզու պետությունների ՆԱՏՕ-ի ձև կոչված։ Էրդոգանը դրա մասին այդ մենք դեռ մտնենք, թե մենք ՆԱՏՕ ենք մտնելու, ՆԱՏՕ-ն, որը Ամերիկան Եվրոպայից դուրս է գալի, իր ամբողջ հեռահար զենքի 50%-ը հանում է, որտեվ ոչ թե ինքը Եվրոպային չի սիրում։ Ասում եք, կենցաղային մագարտակով այստեղ չի կարելի մենք գնահատենք։ Ամերիկան դուրս է գալիս այնտեղից մի պատճառ, որտեղ ինքը պրոբլեմ ունի գլոբալ, որպես գերտերություն ապահովի իր շահերը։ Դա կլինի եւ Արևելքում, նաեւ Ասիայում։ Ինչի մասին Տրամպը շատ պարզ ու ազնիվ ասում է, Եվրոպային ասում է, դուք ձեր ճարը տեսեք, մենք պրոբլեմներ ունենք, ընդ պարզը չէ, որ Չինաստանն է իր հիմնական մրցակիցը, այնպես որ այստեղ, երբ որ մենք խոսում ենք դուրս գալ, եւ սա ես նկատում եմ, որ սա մեր շահերից չի բխում։ Մեր շահերից չի բխում։ Այս խոսույթը, այս արհեստական օրակարգ բերել է այդ հարցը։ Բայց մեր մոտ դա շփվում է, քննարկվում է եւ ինչ մակարդակով, ոչ պրոֆեսիոնալ, ոչ մարդիկ, որոնք պատկերացնում են ինչ արտաքին քաղաքական, ինչ է Հայաստանի շահերը։ Նույն մենք փուլ անցել ենք 90 թվականներին, որ մենք գործողություն ենք արել, որը դեմ ա եղել մեզ։ Օրինակ, ատոմակայանի փակելը։ Ում շահերից էր բխում։ Greenpeace-ի։ Ինչի։ Greenpeace-ը դա իրականացնում է, որ քանդվի սովետական միությունը։ Սովետական միությունը իր տնտեսությունը, իսկ էներգետիկան հիմքն է։ Դա համար Հայաստանում փակում են ատոմակայանը, մեր բանում Լատվիայում փակում են Ինգալինսկի ատոմակայանը։ Եվ այդպես պարզա պայքարա գնում, այստեղ կապ չունի ով անում, բայց դա պայքար աշխարհակական գնում։ Մենք գնացինք դրան փակեցինք։ Հետո 2 տարի անց, մի քանի տարի անց մենք սկսեցինք աշխատանք ու դե ցուրտումոտ տարիներ։ Ինչքան արդյոք գաղթեց մարդ այդ պատճառով։ Ինչքան։ Տասնյակ, հազարավոր։ Որտեվ սոցիալական պայմանները ապահոված չէին։ Իսկ մենք մեր շահերից ենք բանանում շարժվում, որ մենք փակեցինք ատոմակայանը։ Հետո բացեցինք ու ասեմ միջելուց, որ դա աշխարհում երևի առաջի անգամն է, որ փակած ատոմակայանը հետո վերաբացում են։ Դիմեցինք Ռուսաստանին, Ռուսաստանը մեզ չեմ հիշում, 390 միլիոն թե ինչքան փող տրամադրեց, վերաբացեցինք։ Հասկանում եք, ու այդպես տասնյակ բան է։ Մենք շարժում ենք սկսել զինամթերքը, որը կար Սևանում, անում, դրա դեմ դուրս եկանք, ասենք կպայթի, ատոմային ռումբ կա բան, հանեցինք, դա մինչև պատերազմը։ Ու տարան դա գիտեք ուր այդ զինամթերքը, Աղդամ, որը հետո մեր դեմ օգտագործում։ Ես ուզում ասել, որ երբ որ մենք խոսում ենք մեր պետականության մասին, անկախության մասին, բայց մեր այդ խոսակցությունը եւ մեր գործողությունները համապատասխանում են դրան, որ մենք ամրապնդում ենք մեր անկախությունը, մեր պետությունը, թե հակառակն ենք անում։ Հիմա այս հարցն է, էլի օրինակ ձեզ բերեմ, Հունաստան, Թուրքիա, Կիպրոսի մասով։ Հունաստանը դուրս եկավ Կիպրոսից, ՆԱՏՕ-ից, չէ՞։ Ինչի, որտեղ գնահատեց, որ այստեղ, հա, չի գործել ՆԱՏՕ-ն, այդտեղ էլ չի գործել, ասենք թե, բայց իրանք գնահատեցին, որ իրանք Հայաստանն ավելի սասափելի հետևանքներ կունենա։ Հա, ավելի վատ եւ այստեղ գնահատել են ու ասել են ոչ։ Հիմա էլի տասնյակ այդպես օրինակներ կարելի է բերել նույն խաղապանների հետ կապված։ Աբխազիայում 105 հոգի է զոհվել։
105 հոգի ազովել խաղապաներից։ Ես շատ լավ հետո, որտեղ երբ որ ծառայում եմ գլխավոր հրամանատարությունում, այդ խաղապահ ուժերի հրամանատարին մենք էինք նշանակում շտաբը գլխավոր։ Եվ տիրապետում եմ իրավիճակի, ինչ ա եղել։ Գյուղեր են մտել, սպանել են, պարզ է, պայքարը։ Մեր մոտ լավ չեն պատկերացնում խաղապահների ուժերը։ Պարոն Հարությունյան, դուք ասում եք, որ խաղաղապահները դուրս եկան Արցախից եւ այլն, որովհետեւ Հայաստանը կարելի ասել դա նկատի ունեք, ստորագրեց, չէ՞, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ փաստաթուղթը եւ այլն։ Այսինքն խաղաղապահներն իրենց մեղքով չեն դուրս եկել։ Այդ դեպքում 2022-ին, երբ արդեն դեսպանի պաշտոնը ստանձնել էիք, դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանի ռազմական ուժերը մտան նաև Հայաստանի սուվերեն տարածքի որոշ հատվածներ օկուպացրեցին։ Դուք Ռուսաստանում ռուսական ռազմաքաղաքական իշխանության հետ հարց ու պատասխան այս առիթով ունեցել եք, թե ոչ, ինչպես եղավ, որ դա թույլ տրվեց։ Իհարկե, դա բնական է։ Եվ այստեղ եւ պաշտպանության նախարարությունում հանդիպումներ եմ ունեցել, արտգործ նախարարությունում եւ այստեղ մի խնդիր կար, որը ես համարում եմ սխալ գնահատական ա եղել Ռուսաստանի վերնախավի, որ սկզբից հասկանանք ինչի իրանք չեն արձագանքել, ինչ որ պետք է։ Իրանք կոնֆլիկտ ունեին արդեն պատերազմը Ուկրաինայում եւ իրանք խուսափում էին նոր կոնֆլիկտից, որ երկու ճակատ լինի, որտեղ եթե դու գնում ես ուժային տարբերակի եւ իրանք փորձեցին դա դիվանագիտական ճանապարհներով լուծել դա, ազդելով եւ Ադրբեջանի վրա եւ այստեղ ակտիվ գործունեություն ունեցել Թուրքիան, որտեղ ինքը հadouk ամեն ինչ անում էր, որպեսզի խնդիրներ ստեղծի։ Եվ այդ համատեղ կենտրոնը, որ ստեղծվեց Աղդամում, եւ այսի ամեն ինչը ստեղծվեց իրավիճակ, երբ որ իրանք առաջարկեցին հետագայում առաքելություն, հապկի, մերոնք հրաժարվեցին։ Բայց նույնիսկ եմ ասում, այստեղ ավելի դա իմ տեսակետն է, որ Ռուսաստանը կարող էր ավելի կոշտ քաղաքականություն վարել, բայց ինքը գնաց այդ ճանապարհով, որ հիմա չմտնի կոնֆլիկտի մեջ, ոնց որ եղել է առաջին համաշխարհային պատերազմում։ Դե տեսեք, նման փաստերը շահարկելով արդարացիորեն կամ ոչ արդարացիորեն, որոշ ուժեր Հայաստանում ասում են, որ մի պետություն կամ մի կառույց հապկին նկատի ունենալով, որը Արցախի դեպքում աջակցություն չի ցուցաբերել, պատճառաբանելով, որ Արցախը Հայաստանի սուվերեն տարածքում չէր, կամ հետո պատճառաբանելով, որ խաղաղապահները դուրս են եկել, որովհետև Հայաստանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մեկ այլ դեպքում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությանը չի օգնել եւ չի պատասխանել, որովհետև այլ ճակատով պատերազմի մեջ էր։ Եվ այսպես տարբեր դեպքերում կան պատճառաբանություններ արդարացնելու Ռուսաստանի անգործությունը, այդ ուժերն ասում են, որն է երաշխիքը, որ կարևոր օրհասական պահերին Ռուսաստանը հողի վրա աջակցություն, իսկապես շոշափելի աջակցություն ցուցաբերելու է։ Դե դրա համար ասում եմ, ինչ որ դուք ասում եք, հիմա ես այլ տեսանկյունից ասում եմ։ Հիմա ասենք թե Ռուսաստանը չի կատարել իր պարտականությունները, չէ՞։ Բայց այստեղ լիք հարցեր կա, որի կարող ենք մենք խոսել բան, բայց հիմա հարց եմ տալիս, այո, մենք տեսնելով, որ չի գործում, ինչ արեցինք։ Պրագայում Մակրոնի աջակցությամբ, միջնորդությամբ գնացինք ճանաչելու տարածքը։ Ինչ խոստում տվեց Արևմուտքը։ Ա. Պատերազմ չի լինի, Բ. Ղարաբաղ բնակչությունը կմնա այնտեղ, երրորդը կպաշտպանի իր իրավունքները, իր վրա պարտավորություն վերցրին, ասին ու պարզ է ինչ շահերից։ Իրանք ասում են դուք ճանաչեք տարածքային ամբողջականությունը, որպես ռուս խաղապաները դուրս գան այդտեղից, որտեղ իրանք գերխնդիրը դա է, Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Մենք ձեզ կապահովենք այս ամեն ինչը։ Ապահովեցին, եթե Ռուսաստանի պարագայում իր չկատարելու, ասենք թե մեր տարածքներով, բաներով, մենք կորցրել ենք, ասենք թե 200 քառակուսի կիլոմետր, Արևմուտքի երաշխիքների պատճառով չկատարելու, մենք կորցրենք Ղարաբաղը։ Սա է խնդիրը, հիմա տեսնում եք, հիմա երբ որ մենք ասում ենք չի կատարել, հա ես էլ եմ ասում, կա բաներ չի կատարել, ես լրջագույն խոսակցություններ եմ ունեցել, իրանց ասածը իրանք հիմնավորեն այլ ձևով, հիմա դա չեմ ուզում անդրադառնամ, դա նույնը ինչ որ օրինակ, ասենք թե նույն հիմնավորումն է, որ իրանք մտան Կուրսկի նահանգ ուկրաինացիները, իրանք մի տարի
պատրաստում են ուժերը հավաքում են, որ կարողանան նույնիսկ բավարար չէ բերեցինք Կորեայից ուժեր, որպեսզի նոր ազատեն։ Հասկանում եք, չէ՞։ То есть իրանք էլ ասում են, որ մեր ուժերը բավարար չի հիմա այս հարցերը լուծել։ Մենք էլ ասինք, հա բավարար չի, մենք կգնանք ուրիշ տեղ, որտեղ բավարար է։ Գնացինք։ Ինչ ստացանք։ Բայց ինչի մենք այս դեպքում մի ձև ենք ասում, այն դեպքում եկեք օբյեկտիվ գնահատենք ինչ ա եղել, ով ինչը չի կատարել եւ դրա հետևանքը մեզ համար ինչ ա եղել։ Եվ օբյեկտիվ դրանից ելնելով որոշում ընդունենք, օբյեկտիվ։ Ով այսօր կարող է մեր շահերը պաշտպանել։ Մի բան էլ ձեզ ասեմ։ Ով։ Հա։ Ով կարող է։ Չես մի րոպե էլ ասեմ։ Չինաստանում Մաո Ձեդունի Պարագայում, երբ որ քննարկում էր գնում հասարակությունում, թե Մաո Ձեդունը ճիշտ արեց, սխալ արեց, ինչ վնաս է հասցրել, ոչ քննարկում էր ասում։ Վերջում եկան մի համաձայնության, որ 70%-ով ճիշտ արել, 30-ը սխալ արել, ու փակեցին այդ թեման։ Հիմա մեր գլխավոր թեման ո՞րն է։ Մեր գլխավոր թեման այսօր ինչպես մենք ապահովենք Հայաստանի անվտանգությունը եւ մեր զարգացումը։ Սա է մեր ամենա ոչ թե թեման, թե ով ինչ մեղք կա ունեցել եւ ինչ։ Եվ այստեղ, այո, ով պիտի դրա պատասխանը տա։ Դուք տեսնում եք, ինձ հարց եք տալիս ում հետ։ Ես այդ պատասխանը չեմ տա այսօր։ Ունեմ իմ տեսակետը, բայց չեմ տա, որովհետեւ դա լուրջ չի։ Ինչի՞, որովհետեւ հիմա մեր ծրագրի առաջի կետը դրա մասին է։ Ստեղծել նոր հայացակարգ անվտանգության Հայաստանի, որը պիտի տա պատասխան այս հարցի, ես չպիտի տամ, կամ մեկ ուրիշը, ի վիճակի չեն իրանք տալ։ Նույնիսկ ես այսօր ի վիճակի չեմ այդ հարցի պատասխանը տալ, ինչի, որտեվ իրավիճակը փոխվում օր-օրի, եւ այդ պատասխանը պիտի տա պետությունը իր համակարգով։ Դա պաշտպանության նախարարությունն է, դա հետախուզությունն է, դա էկոնոմիկայի նախարարությունն է, այդ հայացակարգը ձևավորից դու գնահատում ես քո հնարավորությունները, քո սպառնալիքները, հասկանում եք, ու միայն ներգրավելու ուժը, գիտական, պատմությունը, քո էներգետիկ ռեսուրսը, քո բանակցային արդյունքները բանակցային, դու հիմա պետք է բանակցես Իրանի հետ, Իրանը ինչի է պատրաստ, Ռուսաստանի հետ, ինչի է ինքը պատրաստ, Ամերիկայի հետ, Ֆրանսիայի հետ, դա այդ վերլուծելով պետք է ձևավորես այդ հայացակարգը եւ պատասխան տաս եւ հասարակությանը ճիշտ ուղիով տանես։ Հասկանում եք, դրա համար այստեղ ամենակարևոր խնդիրը դա է, որ մեր պետական համակարգը այսօր եւ ընդհանրապես անվտանգային համակարգը չի գործել։ Պարոն Հարությունյան, այստեղ մի քիչ էլի հետ գնալով ժամանակագրության մեջ, ձեր 2021 թվականների պաշտոնավարումից, որպես պաշտոնական նախարար պաշտոնավարումից հետո ձեզ հաջորդել է Արշակ Կարապետյանը, որը ձեր ժամանակ պաշտպանության նախարարությունում նաև պաշտոնավարել է։ Ես ուզում եմ հասկանալ, դուք մտածել եք այդ մասին, թե ինչ ժեստեր դա, որովհետև Արշակ Կարապետյանը հիմա կարծեմ Ռուսաստանի Դաշնությունում է եւ հավատարիմ պրոռուսական հայտարարություններ է անում եւ ուզում եմ հասկանալ, արդյոք այդ կերպ Փաշինյանը փորձում էր վերականգնել կամ ավելի ամրապնդել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։ Ով էր Արշակ Կարապետյանը։ Գիտեք, ես ժեստերին չեմ հետևում։ Ես իմ գործն եմ անում։ Իսկ ինչի այնք այդ որոշումը ընդունել, ճիշտ կլինի իրան այդ հարցը տալ, ես ամեն ինչի պատասխանը գիտեմ, բնական է, բայց չեմ համարում, որ ես պիտի մտնեմ այդ դաշտ։ Ով է, ինքը ինչ է, ես կարծում եմ, որ հասարակությունը շատ լավ տեսնում է ով է եւ ինչ որոշում է եղել ինչի հիման վրա։ Չեմ կարծում, որ ես պիտի մտնեմ այդ դաշտ։ Դա օգուտ չի բերում ոչ մեկին։ Նաեւ Արշակ Կարապետյանն Մասնավորապես խոսելով ձեր նախընտրական ծրագրի 7 կետերի մասին կամ դրանցից որոշներին վրա ուշադրություն դարձնելով տնտեսության վերաբերյալ ձեր պատկերացումների մասին խոսելիս ասում եք, որ պետությունը պիտի առավել մեծացնի իր մասնակցությունը տնտեսության մեջ եւ նաեւ հարցազրույցներից մի քանիսում հայտարարում եք, որ պետությունը պիտի գործարաններ ստեղծի, որովհետև դրանք ռիսկային ոլորտ են եւ մասնավորապես չի մտնում ռիսկային ոլորտ։ Պետությունը գործ ունի ժողովրդի փողի հետ։ Իսկ ժողովրդի փողը ռիսկային տեղ դնելը շատ ավելի վտանգավոր է։
Իսկ պետությունը մի քանի անգամ ապացուցել է նաև թարմօրինակ Անիֆի դեպքը, որ ինքը վատ բիզնեսմեն է։ Ինչ հաշվարկով եք դուք առաջարկում ռիսկի եւ կասկածի տակ դնել հասարակության փողը։ Սկսենք այն աքսիոմատիկ հայտարարությունից, որ դուք ասիք պետությունը վատ տնտեսվարող սուբյեկտ է։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Ես կարող եմ օրինակներ բերել։ Օրինակ։ Միջև մասնավորին հանձնել է Զվարթնոց օդանավակայանը, բանը պոչտան, ոնց է կոչվում, հայփոստը, նաև Անիֆի դեպքը էլի բերեցի, այդպես բազմաթիվ օրինակներ, որ կարելի է ասել, որ պետությունը սովորաբար ցանկացած բան որ պետությանն է։ Եթե դուք այստեղ միած ստորագետ դնեք ու գրեք վատ պետությունը, կհամաձայնվեմ։ Վատ պետությունը, վատ վարող տնտեսավարող սուբյեկտը։ Լավ պետությունը Չինաստանն է, որի աճը տնտեսական անկախ նրանից թե ինչ է կատարում որտեղ 7-ից 15% է։ Երբ որ Եվրոպայում, Ամերիկայում այդ աճը հնայի կազմում է 0.3, 1-3%, հասկանում եք։ Այնպես որ սա մարդկանց տրամաբանությունն է, ես չեմ ուզում էլի ազգանուն տամ մեկի հայտնի, որ ասում էր, որ վատ պետությունը վատ տնտեսվարող սուբյեկտը սեփականաշնորհում էին, բան էին անում ու ինքը վերցնում էր այդ իրան։ То есть ոնց դու որպես պետական գործիչ վատն ես, բայց որպես բիզնեսմեն լավն ես, ինչ է ստացվում։ Ոչ, այդպես չի։ Ուրեմն կյանքը ցույց է տվել եւ դա փաստ է։ Հիմա ես ձեզ կփորձեմ շատ բարձունակ դրա մասին ասել։ Հիմա նայեք, մեր մոտ մասնավոր սեփականությունը կազմում է 85%, ես մինիմումն եմ ասում, ավելի շատ է։ 35 տարի է մենք գնում ենք այդ մոդելով տնտեսական։ Շուկան ամեն ինչ կորոշի։ Ճիշտ ասած, ես այդ շուկան այտենց էլ փորձում եմ գտնել ով է այդ շուկան, չեմ գտնում։ Ինձ գալիս են ազգանուններ այդ շուկայի կարգավորողներ, խաղացողներ, միջի խաղացողներ։ Ապրեք։ Կամ այդ խաղացողն են կարգավորում, շուկան դա է, շուկան մի հատ բան չի։ Դա կոնկրետ մարդիկ են, որոնք կարգավորում են։ Եվ պետությունը երկու տարբերակ կա։ Ուրեմն այդ 35 տարվա արդյունքով մենք եկանք հասանք ինչի, որ միջազգային կազմակերպությունների գնահատականով աղքատությունը մեր մոտ կազմում է 56%։ Մեր պետական բաներով դա կազմում է 23-25, բայց միջազգային չափանիշներով ուրեմն 56%։ Այս է մեր շուկան ուր բերեց մեզ։ Հիմա, եթե մենք գնահատենք, թե մեր ասենք թե Զամբիուղը ինչ չափանիշներով հաշվում, ապա դա էլ չի համապատասխանում միջազգային կազմակերպության։ Ասենք թե մսի քանակը, նո չմտնեմ այդտեղ, չի համապատասխանում։ Մենք ունենք նո միջինից ցածր ու աղքատ բնակչություն։ Կարող ենք մենք հիմա եզրակացնել, որ 36 տարվա ընթացքում, պլյուս դրան արտագաղթը մեծ առելի։ Կարող ենք եզրակացնել, որ այս մոդելը չի աշխատում տնտեսական։ Կարող ենք, չէ՞։ Եթե տնտեսությունը բերել է, որ մեր մոտ էսենց աղքատություն է, դա նշանակում չի գործում։ Հիմա ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը հետևյալն է, որ ասենք թե մենք պետությունը ասում է չի խառնվում, ռիսկային բանի փողը չի ժողովրդի փողը չպետք է դնի, լավ պետությունը այդ փողը չի ունենում, չի դնում, այդ փողը վերցնում է ուրիշ մարդ ու դնում է իր բիզնեսին։ Ոնց կարող է այդպես լինի, որ մենք աշխատատեղեր չենք կարողանում ստեղծել։ Բայց չեն դնում, ձեր ասացի նաև իմաստն է, որ չի դնում մասնավորը այդ փողը։ Մասնավորը չի դնում, որտեվ գալիս ենք ինչի, որտեվ ռիսկային է։ Ռիսկային է, ինչի աղքատ բնակչություն, հասկանում եք, ինչ փող կա, աղքատ բնակչություն, ես ինչ դնեմ արտադրելու, որ այս ժողովուրդը չի կարողանում փող, ինքը մենակ հացի փող է ծախսում ու հագուստի, ինքը չի կարող առնի բաներ, որ ես արտադրեմ, դրա համար ես ինչ եմ արտադրում, մարոժներ եմ արտադրում, շոր եմ արտադրում, ինքը ինչ կարող է առնել, բայց եթե փոքր ձեռնարկություններ է ու գնում է այս ձևով, բիզնեսմենը չի դնի փող մի հատ մեծ գումարներ, որը կկառուցի, ասենք թե մի 10 տարի հետո այդ եկամուտը բանը դրված փողը հետ կբերի, կամ ռիսկային է, իշխանությունն է փոխվում, դու սիրելի օլիգարխը չես այս իշխանության, ու ինչ ես անելու։ Դա համար ինքը ինչ անում, ինքը այս թեթև բաներով
եկամուտ է ստանում, այդ փողը վերցնում է եկամուտը ինքը որտեղ է դնում, Հայաստանում է դնում զարգացման, իհարկե ոչ, չի էլ դնի, դուք էլ լինեք, ես լինեմ, չենք դնի, որտեղ եկամուտը չի բերում, ես անում եմ դուրս, որտեղ փողը աշխատում է, իսկ երբ որ պետությունը իր վրա վերցնի այդ ռիսկային բաները, մի կողմից, դա մի ուղղություն է, պետության դերի, ուրիշ ուղղություն էլ կասեմ, պետությունը իր վրա վերցնում աշխատատեղեր է ստեղծում, երկարաժամկետ ռիսկային, միայն պետությունը կարող, դա միայն մեր մոտ չի, նույն Ֆրանսիան վերցնենք, թե? Ֆրանսիայում պետական սեփականությունը շատ մեծ թիվ է։ Կա պետությունները ընդհանրապես սոցիալիստական են համարյա, մի տարբերություն, որ դա մասնավորին է ենթարկում, ասենք, այդ արտադրությունների միջոցները։ Եվ այսի մենք ստանում ենք այդպիսի վիճակ, որ դու չես կարող, միայն պետությունը պետք է անի։ Եվ բիզնեսը դրա շուրջ ինքը կձևավորվի, կաշխատի այդտեղ։ Այն ինչ որ պետությունը կառուցում է, միշտ էլ այտենց է եղել, միշտ էլ լինելու է այտենց։ Որ պետությունը վերցնում է այն բարդ բաները, դրա շուրջ բիզնեսը ձևավորվում է ու նորմալ գործում է։ Նաև բիզնեսի էֆեկտիվությունն է բարձրանում։ Ինքը սկսում է ներդրում անել այստեղ։ Դե եթե բիզնեսը ներդրում չի անում Հայաստանում, մոդելը սխալ է, չի գործում։ Մյուսը պետության դերը։ Հիմա նայեք, գնացել եք, չէ՞, մարզը տեսել եք, ինչքան մենք ունենք շենքեր, գործարաններ, սեփականաշնորհված, բայց ոչ մի բան արված չի։ Մեծ մասը։ Մեծ մասը։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում պետությունը չի վերահսկում, իսկ ինչի չի վերահսկում։ Ես այս տարիներ գիտեմ շշմելի է 35 տարի է շահագործում են օբյեկտը, նույնիսկ կոպեկներ չեն դնում, որ տանիք սարքեն, մարդիկ կանգնած են վաճառում են դրսում։ Սովետի ժամանակ ավելի լավ վիճակն է, բայց եկամուտ են ստանում մեծ։ Ինչի պետությունը չի վերահսկում։ Եթե ինքը պարտավորությունները չի կատարում, ինչ պետք է անի պետությունը։ Ինչ պետք է անի։ Ինչ պետք է անի։ Պետք է հետ վերցնի։ Մասնավոր սեփականություն է։ Չէ, եթե ինքը պարտավորությունները չի կատարում, դա մասնավոր սեփականություն չի արդեն։ Ինքը պայմանագիր է կնքում, որ ինքը պարտավոր է, դա պետությունը իրավունք ունի, ստիպել է տանի մի կողմից, մյուս տարբերակ ինքը հետ է վերցնում։ Հասկանում եք։ Եվ մենք ունենք, ասում եք օդանավակայանը, այսպես էր աշխատում, այդպես։ Օդանավական դա մի բանն է, որ եկամուտ է բերում։ Ներդրումը պետք է անես այնտեղ, որտեղ չի գործում։ Դե Հրազդան ստադիոնի օրինակը կա, որ Աշոտ Աղաբաբյանը սեփականացրել է եւ օրինակ հենց Աղաբաբյանը պատմում է, որ Սերժ Սարգսյանը եկել է, որպեսզի հետ գնեն կամ ուրիշը գնի, ով որ կվերականգնի, եւ Աղաբաբյանը չի սակարկել, գինը չի իջել եւ միջև այսօր Հրազդան ստադիոնը փլվում է, բայց պետությունը եւ մասնավորը չեն գալիս ընդհանուր հայտարարի։ Հիմա պետությունը չի կարող խլել դա։ Չէ, բայց դուք ինչի եք ասում պետությունն ու մասնավորը։ Իսկ ասեի մասնավորն ու մասնավորը չեն եկել համաձայնության։ Պետություն չկա։ Ինչի մասնավոր։ Պետությունը ոնց կարող է։ Հասկանում եք, այդ մեխանիզմներ կա, ինչի մասն է խոսքը գնում։ Այն ինչ որ պետության շահերից է նորից եմ։ Պետության շահերը իսկ պետությունը դա ժողովուրդն է, պետությունը ինչ է, դա տարածքն է, հողն է, ժողովուրդն է եւ իշխանությունն է։ Միայն պետությունը, բայց նորմալ պետությունը, երբ որ ընտրված են մարդիկ, որոնք հայրենասեր են, մտածում են ապագայի մասին, իրանք կպաշտպանեն ժողովրդի շահերը, մեծամասնության շահերը։ Հասկանում եք, եթե մասնավորն է, ինքը օբյեկտիվ է, այստեղ պետք չի նաեւ փորձել ուրիշ մասնավորը պաշտպանում է իր շահերը։ Դուք ասիք, որ 2001 թվականին ունեիք ընդդիմությանը համախմբելու փորձ եւ այդ համախմբումը կարծես թե ինչ-որ իմաստով ստացվել էր, որովհետեւ Ստեփան Դեմիրճյանը բավական խոշոր ձայներ հավաքեց, եթե հավատանք նաեւ ոչ պաշտոնական հայտարարություններին, նույնիսկ Այո։ Այս ընտրությունների նախաշեմին դուք ընդդիմությանը միավորելու փորձեր արել եք։ Չէ։ Ինչու։ Ну, ճիշտ ասած, քանի որ ես որոշումը ուշ եմ ընդունել։ Չհասցրեցիք։ Հա, ուշ եմ ընդունել դա մի կողմից, մյուս կողմից, քանի որ ես դաշտու այստեղ չէի, ոնց ասած, այն ժամանակ ես ասեցի 2001 թվականին մենք սկսեցինք, լրջագույն աշխատանք ենք արել այն ժամանակ, սկզբից 3 կուսակցություն միավորեցինք։ Բարդ իրավիճակում, հետո 16 ես ձեզ այդ փաստաթուղթը ցույց կտամ։ 18 կետ որոշեցինք, ինչի շուրջ մենք ընդհանուր եզրեր ունենք եւ 14-16 կուսակցություն միավորվեցինք, ավելին, որպես շտաբի պետ միասնական, ես ինչ արեցի, սկսեցի
մարզերում, քաղաքներում, գյուղերում ստեղծել միասնական շտաբեր։ Շատ լավ, դուք այս անգամ չմասնակցեցիք կամ չղեկավարեցիք ընդդիմության միասին պայքարելը, որովհետև չհասցրեցիք, թե որովհետև չէիք գտնում եզրեր, որի շուրջ կարող էին ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ համախմբվել։ Ավելի ճիշտ ասեմ, փորձ չեմ արել, իրավիճակը գնահատելով, քանի որ ժամանակը քիչ էր, ասեմ, ես եթե հիշում եք, փետրվարի վերջին որոշում ընդունեցի մարտի սկիզբին, որ դիմասնացեմ։ Դա համար չեմ փորձել, դրա համար այստեղ խոսելը ինչի, շատ լավ։ բայց այստեղ նաև դուք լավ հարց եք տալիս, որ ասում են պիտի միավորվենք, բան, ասենք թե տեսնում եք այն ժամանակ ստացվեց մեկի շուրջ միավորվել, դուք շատ ճիշտ գնահատեցիք, որ այո, երկրորդ փուլ գնաց։ Այո։ Չնայած որ նաև ասում են, որ հաղթանակը եղել է, բայց միանշանակ միասնություն էր, ընդդիմությունը միասնական գնում էր, բայց հիմա չի հաջողվում, ասենք թե ինձ հարց եք տալիս, ճիշտ եք անում, ես ասեցի, որ ուշ եմ սկսել, դա համար դա համարում է ռեալ չի, որ դրանով զբաղվեին նույնիսկ, բայց պիտի անեին ու այլ ուժերը, ինչի իրանք չկարողացան։ Իրենք իրենց պատճառներ ունեն, օրինակ Էդմոն Մարուքյանը փորձել է, չի ստացվել, այո, то есть մենք ուզում ենք ասենք հետեւյալը, որ ասում են փոշիացում բան ոչ, եթե այն ուժերը, որը պիտի միավորեն, չեն կարողացել, ասենք նույն Մարուքյանը փորձել է, չի ստացվել, այո, ես հետևել եմ ինքը, այո, փորձել է, բայց չի ստացվել, ինչի չի ստացվել։ Դա համար խոսել փոշիացման մասին, դա սխալ է, ինչի, որտեվ հիմնական իմաստը նրանում, որ հասարակությունը չի գնում ընտրությունների, 91 թվին դա եղել է 80%, գնալու նվազել է, ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես Չէ, ընդհանուր, այո, ընդհանուր, նվազել է, բայց այստեղ հարց է առաջանում։ Դե ֆակտո մեր մոտ անկայունության հիմքը, նույն պատերազմում պարտվելի մասը, որոշ մեղքը, նրանում է, որ ասենք թե մեր հասարակությունը, տեսնելով, որ փոքրամասնությունն է ղեկավարում, սկսում է էլեկտրիկի շարժում, չգիտեմ, այլ շարժումներ, վստահություն չկա դեպի իշխանություն, դրա համար ամեն անգամ մենք անկայուն վիճակներ ենք ստանում, միթինգներ, չգիտեմ ինչեր, եւ արդյունքում մենք ամբողջ օրը պայքարում ենք իշխանությունը ընտրվեց ու սկսում է պայքարել իշխանությունը պահելու, իսկ ընդդիմությունը իշխանությունը վերցնում, ինչի, որտեղ փոքրամասնություն է, 20 վերջի ընտրությունները ինչքան են, 25% թե ինչքան փոքրամասնությունը ղեկավարում։ Իսկ մենք հիմա ասում ենք ժողովրդավար պետություն ենք։ Հիմա տեսեք ես ինչ բան եմ ասում։ Մինչև այս հարցերը չլուծենք, այս մանրուքների մասին իմաստ խոսելը անիմաստ է։ Մենք ձևավորել ենք իշխանություն։ Ասում ենք դեմոկրատ ենք, ժողովրդավարությունը, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պատկանում է, ոչ, չի պատկանում։ Իսկ եթե այդպես է, ուրեմն այս սխեման չի աշխատում, այս համակարգը չի գործում։ Ինչ է ստացվում։ Ստացվում է այն, ինչ որ մենք ունենք դե ֆակտո։ Չի գնում ժողովրդի ընտրությունների։ Իսկ եթե չի գնում, հետևանքները պարզային չէ։ Իսկ հիմնական օրենքը ո՞նց է դեմոկրատիա, որ մեծամասնությունը ղեկավարում է հաշվի առնելով փոքրամասնության կարծիքը։ Մենք ունենք ոչ, չունենք։ Հիմա նախագահական կամ պարլամենտական։ Մենք հիմա հասկանում ենք, մենք պարլամենտական ենք թե ոչ։ Հարց է, չէ՞։ Իհարկե ոչ։ Ինչի։ Որտեղ մենք բոլորը շատ լավ գիտակցում են կամ կուսակցություններ շատ, բայց թույլ են, հնարավոր չեն կայացել, գնում են ազգային ժողով, ընտրվում է ազգային ժողով, հետո ընտրում են վարչապետ։ Հասկանում եք ինչ է ստացվում։ Մենք չենք պահպանում այն ինչ որ պետք է լինի, դրա համար այս համակարգը չի գործում։ Նույնը տնտեսության մեջ, մենք հռչակել ենք մի սկզբունքներ, ժողովրդավարական, շուկայական, բայց իրանք չեն գործում, բայց մենք հարցը ոչ մեկ չենք դնում, եկեք այս վերանայենք, այն հիմքը մեր դնենք ճիշտ, որոշենք, ու դա ազգովի հարցը, որ պիտի որոշենք ազգովի, ոչ թե անձերը։ Ենթադրենք լավագույն սցենարում հայ ժողովուրդը կամ Հայաստանում ապրող նկատի ունեմ քաղաքացիների ընտրության իրավունք ունեցող մեծ քանակով գնացին մասնակցել ընտրություններին։ Ուզենք թե չուզենք քաղաքական օրակարգում հասարակության մոտ այսպիսի պարակտում կա։ Մի մասն ասում է, որ այս ինչ տեխնացունից ձայնը տալու է Նիկոլին, մի մասն ասում է Քոչարյանին, մի մասն ասում է Սամվել Կարապետյանին եւ այլն։ Հիմա հարցը շատ հստակ է։ Լավագույն սցենարում ձեր ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, դուք հայտնվել եք ազգային ժողովում։
ընդդիմության ֆավորիտը չեն կարող չխոստովանել, որ Սամվել Կարապետյանն է այս պահին, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է չնահանջել եւ եւս առաջադրվում է իբրև վարչապետի տեխնացու ազգային ժողովում եւ վարչապետի տեխնացու է նաեւ իշխանությունը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը։ Ում է ընտրելու ձեր ուժը 3 վարչապետի տեխնացուներից։ Մեկը մասնավորում ներգրաված մարդ է, իսկ դուք ասում եք, որ բիզնեսով զբաղվող մարդը չի մտածելու հանրային շահի մասին, մտածելու իր մասին։ Մյուսը մարդ է, ում դեմ դուք 2001-ին պայքարել եք եւ ով ձեզ ոչ միայն հեռացրել է պաշտպանության նախարարի պաշտոնից, նաեւ զրկել է գեներալ լեյտենանտի ուսադիրներից։ Մյուսը մարդ է, ով թե վերականգնել է գեներալ լեյտենանտի ձեր ուսադիրները ու ձեզ նորից նշանակել է պաշտպանության նախարար, բայց պարտվել է պատերազմը եւ որոշ հանգամանքներից ելնելով դուք հիմա դարձել եք նրան ընդդիմադիր։ Այս 3 տեխնացուներից ում եք դուք տալու ձեր ձայն։ Ну, սկսենք ինչից։ Առաջինը փորձել են զրկել, տվել են, դա ոչ թե ինձ նվեր են կամ չգիտեմ ինչ են արել։ Ես իմ ծառայությունով հասել եմ այդ կոչումներին եւ 90 թվականներին հասկանում եք, չէ՞։ Եւ կոնկրետ արածների համար ամեն մի աստղը իր հետևից ունի լրջագույն աշխատանք, որը գնահատել է պետությունը եւ տվել է։ Պետությունն է տվել, այնպես որ մի օրինա տվել է, սա զրկել է, դա ապօրինի է։ Ես պարզապես փաստեր էի բանանում, թե չէ։ Դա ճիշտ եք ասում։ Այո, սա ես չեմ ծառայել, այստեղ նորից են գալիս։ Ես չեմ ծառայել ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ Քոչարյանին, ոչ ես ծառայել եմ պետությանը։ Տարբերությունը զինվորականի դրանում է։ Ես երթում եմ տվել, մի հատ տեքստը նայեք, երթում եք, տեսնեք։ Եվ ես ծառայել եմ դրան։ Եվ ինձ համար մեկ է, վաղը կլինի մեկ ուրիշը, եթե ես զգում եմ, որ իմ պահանջարկը կա, ես կծառայեմ եւս։ Ուրիշ հարց, որ ասենք ես անձնական մոտեցում եմ, բայց դա իմ վրա չի ազդում։ Նույնը հիմա իմ վրա ոչ մի բան չի ազդելու։ Զրկելա կամ չգիտեմ ինչ արի։ Եթե ես համարում եմ ճիշտը, կգնամ անձնական, բայց դուք ուրիշ հարց եք տալիս ուժի մասին։ Ուրեմն դուք տեսնում եք դիկտատոր եք, դուք ինձ ստիպում եք միանձնյա որոշումներ ընդունել։ Ուրեմն տեսեք ինչ է, կարգ կա։ Ամեն ինչը կարգ ունի, օրենք ունի։ Երբ որ մենք որոշել ենք գնալ, մենք անցկացրել ենք համագումար։ Իսկ ամենաբարձր մարմինը եւ որոշումը, դա համագումարի որոշումն է։ Կա խորհուրդ, կա համագումար։ Համագումարի որոշումն է ամենաբարձր։ Մենք որոշել ենք, որ մենք գնահատելով իրավիճակը, տարբեր չափանիշներով, մենք որոշել ենք գնալ առանձին։ Չիմնավորում, որոշումը տենց է, հա։ Համագումարն է որոշել։ Հիմա Համագումարը կորոշի ում տակ ձեր ձայնը։ Այո, երբ որ մենք ավարտենք, բացի համագումարից, այստեղ ես դեմոկրատ եմ, էլի։ Բացի համագումարից նաև նա ով մեզ ձայն է տվել։ Մենք կդիմենք այդ մարդկանց համագումար ընթացակարգով։ Տարբեր։ Չէ, պարոն Հարությունյան, տեսեք, մարդը, որը ամսի 7-ի պիտի գնա ընտրատեղամաս, իսկ ձեր համագումարը դեռ չի որոշել, մինչև ամսի 7-ը չի էլ որոշի։ Հա, չի էլ որոշի։ Շատ լավ։ Ինքը գիտի մենք։ Շատ լավ, շատ լավ։ Ձեր քվեաթերթիկը համար 1-ն է։ Համար 1-ին ընտրելուց առաջ պիտի իր համար կանխատեսի, թե իր ձայնը, որ գնալու է Վաղարշակ Հարությունյանին կամ նրա թիմին, հետո ծառայելու է այդ 3 մարդկանցից ում իշխանության գալու։ Չէ, բայց դուք տեսնում եք։ Դուք դա դեռ չեք որոշել։ Դուք ուղղորդում եք, ինչի՞ է 3-ը։ Դուք պատասխան ունեք դրա։ Ես ձեզ հարցնում եմ, ով է ընդդիմության ֆավորիտը։ Ես չեմ կարող ասել, քանի որ 40%-ը չի կողմնորոշվում։ Կյանքը ցույց կտա, իսկ ավարտվի մենք մի հատ էլ հարցազրույց կանենք։ Ես հիմա դրա մասին չեմ էլ մտածում ով է ֆավորիտը, որտեվ վիճակը այնպեսին է, որ չես կարող ասել ինչ ա լինելու։ Ոչ մեկ չի կարող ասել։ Այս հարցումները ինձ համար հիմք չեն։ Որտեվ իմ շփումը նաև դա է ցույց տալիս։ Դրա համար երբ որ մինչև ընդրությունները դա ոչ մի բան չի փոխվել, որտեվ որոշում կա, մենք գնում ենք առանձին, դրանից հետո երբ որ կստեղծվի իրավիճակ, այն ժամանակ դա միանձնյա որոշում չի լինելու, մենք կքննարկենք, նաև այստեղ ես իմ բարոյական պարտն եմ համարում, որ մենք պետքա դիմենք նաև նրանց, ով մեզ ձայն է տվել, մեխանիզմը մենք կգտնենք, իհարկե դա չի լինի ճշգրիտ, որ բոլորին հավաքես, բայց մենք կգտնենք մեթոդներ, որպեսզի հասկանանք ինչը։ Այդ դրա հիման վրա մենք կորոշենք։ Ես ավելի պարզեցնեմ հարցը եւ դրանով ձեր թույլտվությամբ ավարտենք հարցազրույցը։ Կա որևէ սցենար, որ դուք կամ ձեր ուժի համագումարը կորոշի ձայները տալ Նիկոլ Փաշինյանին, թե որևէ դեպքում դա բացառված է։ Էլի ինձ տանում եք բանի դաշտ,
համագումարը ինքն է որոշելու, ոչ թե մենք ենք որոշելու։ Համագումարը կհավաքվի, եւ ես հավատացնում եմ, հիմա մի բան էլ ձեզ ասեմ։ Ուրեմն շատերը բանակի սկզբունքները երկու ղեկավարման, դա ուղղահայաց եւ միանձնյա որոշում ղեկավարում։ Բանակի սկզբունքն է դա։ Բայց լինելով բանակում ես մի բան հստակ գիտեմ, որ այնտեղ կա ռազմական խորհուրդ։ Դու ասենք թե հրամանատար ես, նախարար ես, նույնիսկ ավելի բանակում, բանակային կորպուսում բաներ կա խորհուրդ Ռազմական։ Հա, ռազմական խորհուրդ, որտեղ որ ամեն մեկը դրված հարցի շուրջ ունի իր կարծիքը, ինքը ներկայացնում է, հիմնավորում է, եթե դու որոշում ես ընդունում, որ ինքը սխալ է, ինքը գրում է արձանագրության մեջ, որ ես առաջարկում եմ սենց, բայց որոշումը դու ես ընդունում եւ դու ես պատասխանատու։ Քաղաքական դաշտում մի քիչ տարբերություն կա, որ վերջնական որոշումը քվեարկության են անում, իսկ այնտեղ քվեարկություն չի արվում։ Այնտեղ ամեն մեկ իր կարծիքը ասում է, ինչի, որտեղ բարդ իր հարցերում դա իմ սկզբունքն է։ Միանձնյա որոշումը դա սխալ որոշում է։ Դու Մի մարդու սխալվելու հավանականությունը ավելի մեծ է։ Այո, դե որտեղ բազմակողմանի գնահատական պիտի տաս, դա նորմալ երևույթ է, նորմալ մարդը ինքը միշտ խորհուրդ կհարցնի, հետո որոշում կընդունի։ Բանակում ինքնուրույն, այլ քաղաքական դաշտում դա կա խորհուրդ եւ համագումար։ Հասկանում եք։ Եվ հիմա եթե ես ասում եմ, դա ես ազդում եմ համագումարի վրա։ Իսկ դուք ինձ դրդում եք, որովհետեւ ես դեմոկրատական կանոնները խախտեմ։ Դուք չտրվեցիք սա դրան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք մեր զրույցը։ Եթե այո, ապա խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, լայքել եւ թողնել ձեր մեկնաբանությունները։ Դա կօգնի, որ հոլովակը տարածվի եւ հասանելի լինի ավելի շատ մարդկանց համար։ Այս զրույցների շարքը շարունակելու համար մենք ունենք ձեր աջակցության կարիքը։ Նկարագրություններ բաժնում կարող եք գտնել Patreon-ի հղումը ամսական բաժանորդագրությունների համար, ինչպես նաեւ donation alerts եւ boost-ի հարթակների հղումները մեկանգամյա փոխանցումների համար։ Եթե այս հոլովակը դիտում եք համակարգչով, ապա հեռախոսով կարող եք սկանավորել հոլովակի վերջում հայտնվող QR կոդերը այդ հարթակներում հայտնվելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։